Բարև ձեզ, եթերում դիսկուրսն է, հիշեցնեմ, որ ծրագիրն իրականացնում ենք բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ֆինանսական աջակցությամբ։ Դիսկուրսի այսօրվա թողարկմանը կփորձենք ամփոփել տարին հասարակական քաղաքական իրադարձությունների առումով, ինչ տեղի ունեցավ նախորդ տարի, ինչպիսին էր այն Հայաստանի համար եւ ինչ զարգացումներ են սպասվում գալիք 2013 թվականին, մասնավորապես գիտենք, որ մոտ 1.5 ամսից Հայաստանի նախագահի նոր ընտրությունն է, նաեւ սպասվում են այլ հետաքրքիր զարգացումներ։ Հարաբես ոչինչ չեմ սպասում, ոչ մի փոփոխություն չեմ էլ ակնկալում, փորձում եմ դրա մասին չմտածել, նույնիսկ որ չհուսահատվել։ Ամեն ինչ պարզ է, դեռ շատ վաղուց։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ գիտեմ, որ ամեն ինչ է երկրում միևնույն անհուսալի է։ Ոչ բանի նախարարության ես չեմ գնում։ Մի անգամ գնաց ընտրությանը այդ է։ Մեկը մեկին չնայեմ ոնց է տամ բան ասել։ Ումը կընտրեմ, ես իմ ընտրել եմ դες։ Չունեմ ոչ մի ակնկալիք, որտեղ նույնն է ունալու նախագահան, դրա համար ակնկալիքներ չունեմ։ Կոնկուրենտ իրար համապատասխան։ Որ ընտրես մյուսին, իրան չընտրես։ Կամ պետք է չմասնակցես։ Այս մասին խոսելու համար հրավիրել ենք հրապարակախոս Արա Նեդոլյանին եւ ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Էդգար Վարդանյանին։ Բարև շնորհակալություն հաղորդման հրավերն ընդունելու համար։ Պարոն Նեդոլյան, եթե գնահատելու լինենք այն զարգացումները, իրադարձությունները, որ տեղի ունեցան 2012 թվականին, ինչպես կամփոփենք, ինչպես կբնորոշենք տարին։ Դե տեսնենք ընդհանուր գծագիրը, հա, ինչ ունեինք դեռ 2012 թվականին հրապարակ որպես հասարակական զարգացումների, հասարակական խոսքի, հասարակական դիսկուրսի առանցք։ Իհարկե 2012-ին արդեն այդ հրապարակը շատ հազվադեպ է գումարվել, իսկապես ֆիզիկապես, եւ այնտեղից խոսքը շատ քիչ է հնչել, բայց այնուամենայնիվ կառուցվածքը, ստրուկտուրան հասարակության մնում էր։ Կա առանցք, կա ուրեմն հասարակության ինքնակազմակերպման ինչ-որ ձևաչափ, հա, եւ կա ուրեմն դրա շուրջը ձևավորվող դաշտ կոմունիկացիոն հանգույցներ, որտեղ ուրեմն ամեն խոսացածը այդ թվում այս դաշտերում, հա, զանգվածային լրատվություն դաշտերում, ուրեմն ինչ-որ ձևի կապակցվում է այդ առանցքի հետ, կապակցվում է այդ ստրուկտուրայի հետ, որ կա առանցք, կա ուրեմն իշխանություն եւ դրան հակառակ հասարակությունը ձևավորում է իր որոշակի ձևաչափը։ Հիմա այս երկու օրը, հա, մենք տեսնում ենք ինչպես այդ առանցքը վերջնական իհարկե չասեմ, որ վերացել է, բայց այնուամենայնիվ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարման հետևանքով այդ առանցքը ուրեմն դառնում է արդեն դժվար շոշափելի, հա, դժվար որոնելի։ Եվ մեծ մտահոգություն կա, թե արդյոք կպահպանվի այդ հրապարակային առանցքը, հրապարակը որպես առանցք, թե մենք ուրեմն կտեսնենք արդեն ընտրությունների ընթացքում եւ նոր տարում հատվածայնացում այս կոմունիկատիվ դաշտի, այս հասարակական դաշտի, որը մենք ունեինք։ Եթե մեկ մարդու որոշումով առանցք, այսպես ասենք, չեզոքանում է եւ հրապարակը վերանում է հասարակական քաղաքական գործընթացից, դա արդյոք չի վկայում, որ եղած ժամանակ էլ այդ հրապարակը հիմնականում ընդամենը ձև էր, ֆորմա էր ընդամենը եւ հասարակությունը բովանդակային մասնակցություն դրան չուներ ըստ էության։ Ձևեր ֆորմա էր, բայց այդ ձևի ֆորմայի գոյությունը թույլ էր տալիս ուրեմն կատարել կապակցված գործողություններ, հա, օրինակ քաղաքացիական սեկտորի գործողությունները իրանք կապակցված էին, իրենք ինչ որտեղ մրցում էին, հա, այդ առանցքի հետ, ինչ որտեղ այնուամենայնիվ իրենք գտնվում են այն հիմնական հասկացողությունների, սահմանումների դաշտում, որը արել էր շարժումը, որը արել էր հրապարակը։ Եվ ուրեմն մարմնավորող դեմքը, հա, Տեր-Պետրոսյանը 2007-ից սկսած։
Այսինքն ձևականը ես չէի թերագնահատի, շատ էական է որ ձևականը, բայց ձեր հարցի իմաստը ես իհարկե հասկանում եմ, արդյոք դա մեկ մարդու որոշումով էր եւ ինչու չստեղծվեց այն կոլեգիալ մարմինները, հա, ինչու չստեղծվեցին այն հասարակական լայն մեխանիզմները, որոնք կարող են դիմանալ անգամ այդ մեկ մարդու ուրեմն հեռացումը։ Դե ես էլ ունեմ իհարկե նման հարց մեծ կոնգրեսին, բայց եւ օրինակ իմ փորձը նույն ձև ավարտվեց, հա, երբ որ ես ցանկացա օրինակ որ իմ եւ իմ ընկերների կողմից ստեղծված կառույցը փոքր խորհուրդը լինի օրինակ իմ անձի հետ չկապված, աշխատի առանց ինձ, աշխատի որպես ուրեմն կոլեգիալ մարմին, դա չստացվեց։ Եվ մենք տեսնում ենք, որ դեռ որ երևի մեզ մոտ ամեն մի գործողություն այնուամենայնիվ կախված է իր ինչ-որ հիմնական դարձած, հա չեմ ասի հեղինակած, բայց հիմնական դեմք դարձած ինչ-որ անձի հետ, անձնական բնույթ է կրում, եւ դեռ որ երևի թե մենք չգիտեմ, ականատես չենք ինչ-որ շարժումների, որոնք իսկապես կախված չեն, կապված չեն իրենց հիմնական անձերի հետ։ Հա, դա համընդհանուր թերություն է ընդունում եմ, բայց այդպես է։ Էդգար, դուք ինչպես կգնահատեք իրավիճակը նախորդ տարին եւ էական զարգացումները ըստ ձեզ։ Նախ մեծ հրապարակի ճգնաժամ տեղի ունեցավ։ Մեծ, բայց հին հրապարակի։ Եվ ըստ էության ավտորիտար գիտակցության ճգնաժամ կարելի է սա դիտարկել որպես։ Ինչու եմ հենց այս տերմինը օգտագործում ավտորիտար գիտակցության ճգնաժամ, որովհետև ես կարծում եմ, որ մեր հին հրապարակը այն ընդվզումը ժողովրդական, որ կար, այն ֆորմատը ընդդիմադիր, որ կար հիմնական, հա, այնուամենայնիվ կառուցված էր ավտորիտար գիտակցության վրա։ Այսինքն մարդիկ թեև իսկապես այդպես ցանկանում էին դրական փոփոխություններ, հա, շատերը գոնե վերբալ առումով ժողովրդավարության համար էին պայքարում, դուրս էին եկել այնուամենայնիվ հրապարակ դրա համար, բայց գիտեք, կարծես թե դեմոկրատական գիտակցության կրողը չէին եւ բնականաբար իրենց վարվելակերպով, իրենց շարժումներով, իրենց կողմից առաջ քաշած դիսկուրսով նպաստում էին նրան, որ այս ճգնաժամը տեղի ունենա։ Հիմա գիտեք, զուգահեռ դրան կա նաեւ մեկ իրականություն, անվանենք դա փոքր, բայց նոր հրապարակի զարթոնք։ Եվ իդեպ նույնիսկ խորհրդանշական բաներ էլ կա այստեղ, չնայած ես այդպես շատ սիմվոլիկայի հետևից չեմ սիրում ընկնել, բայց ամեն դեպքում փոքր այգի կար, Մաշտոցի պուրակ։ Ըստ էության հրապարակ է սա, փոքր։ Եվ այնտեղ ես օրինակ այս տարի տեսա մի փոքր այլ մտածողություն։ Գոնե փորձ անցում կատարել ավտորիտարից դեպի դեմոկրատական մտածողություն։ Բայց կարծես թե դա զարգացում չունեցավ, ինչու։ Զարգացում չունեցավ, որովհետև դեռևս նախ այն մարդիկ, որոնք այդ փորձը անցան, դեռևս փորձառու չեն։ Այդ մեկ այս առումով, այս դիսկուրսում, այս կոնտեքստում, հա, եւ բնականաբար լայն շրջանակները դեռևս կտրված են այդ գործընթացից, հա։ Կարծում եմ, որ հաջորդ տարի միգուցե պետք է ինչ որտեղ նաեւ որոշակի կամային գործընթաց ծավալել այն առումով, որ փորձել վերանայել այս ամբողջը, փորձել այն մարդկանցով, ովքեր իսկապես ցանկանում են դրական, դեմոկրատական փոփոխություններ, միմյանց հետ շփվել մի քիչ այլ ձևաչափով, հա, եւ այս խնդիրները դնել եւ դարձնել օրակարգային, որովհետեւ մենք տեսնում էինք, որ շատ արհեստական թեմաներ
եւ լրատվամիջոցների նաեւ աջակցությամբ դարձել է օրակարգային եւ ըստ էության այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ հասարակությունը ապակողմնորոշված էր, որովհետեւ այսքան հիասթափություն, այսքան անորոշություն, որ եղավ, տեսեք մի կարևոր բան այստեղ էլի պետք է կարծում եմ նշել։ Ուրեմն մարտի 1-ից հետո երբ խնդիրը չի լուծվել, հիմնարար խնդիրը չի լուծվել, երբ նույնիսկ չեն գտնվել մեղավորները, երբ ռեժիմը իր բնույթը չի փոխել, եւ մենք այսօր խոսում ենք այսպիսի անորոշ իրավիճակից, մենք այսօր ուրեմն խոսում ենք այն մասին, որ այս ընտրությունները կարծես թե ոչ այլընտրանքային, անայլընտրանքային են, հա, լինելու։ Ինչի մասին է սա խոսում։ Ընտրություններին մենք իհարկե հիմա կանդրադառնանք, եթե ասելի լինի։ Թե Մաշտոցի բերակի ցույց թույլ տակ, ուրեմն այն ամենայնիվ ասում ենք ավտորիտար բան, բայց այստեղ ոչ միայն հենց անձի, հա, ինչպես ասում ենք հին պատկերացում կա, այլ այստեղ կա ուրեմն հասկացողությունների հստակություն։ Ինչ էր նշանակում հրապարակը, կանոնում ենք հին, բայց ես երևի կասեի դասական, որովհետև այստեղ կար ուրեմն ինչ-որ հասկացողությունների սահմանումների հստակություն, հա, մի քանի կարևորագույն եզր, հա, սահմանադրական հեղափոխություն, ավազակապետություն, իշխանափոխություն, որոնք ուրեմն բացատրում էին պարփակ ամբողջ իրավիճակը։ Եվ ուրեմն դա պարզապես բան, առանձնահատկություն է, հա, որ կենտրոնում կանգնած էր Լևոն Տեր-Պետրոսյանի անձը։ 88 թվականին այդտեղ կանգնած էր ուրեմն 12 անձերից կազմված բավական կոլեգիալ մարմին։ Կարող էր այս անգամ կանգնած լինել, չգիտեմ, 120 հոգուց ձևավորված կոլեգիալ մարմին, բաց համակարգով, որտեղ կարելի է ուրեմն ընտրվել, մտնել, դուրս գալ եւ այլն։ Բայց ընդհանուր բնույթը դա չէր փոխի։ Դա հենց այն կենտրոնն է, որտեղ գտնվում են հիմնական սահմանումները, որոնց ուրեմն դաշտում գործում է նաև Մաշտոցի պուրակը, հա, որը իրան հայտարարեց ոչ թե պուրակի պայքար, ոչ թե ծառերի պայքար, այլ սահմանադրական ուրեմն շարժման հետևորդ շարունակող մրցակից միգուցե, բայց դա էլ է կարևոր, հա, որ լինի այն բանը, ավտորիտարը ինչա, որի հետ դու մրցակցում ես, որին դու ասում ես, այ ես ավելի նորն եմ։ Եթե չեղավ, ուրեմն այդ իսկապես եւ իմաստային կառուցվածքը եւ կոնկրետ դրամատիկ կառուցվածքը, հա, ում հետ ես դու երկխոսում կամ մրցում կամ բան, իսկապես մի քիչ արդեն տեղափոխվում է շատ եւ շատ վերացական ոլորտ։ Իհարկե ես հասկանում եմ, որ քո ասածը Էդգար դա է մեր ապագա գործունեության ծրագիրը, հա, այսինքն իրար հետ լեզու գտնել հասարակության անդամների համար։ Բայց այստեղ կա շատ մեծ խնդիր, ինչպես դա բերել ուրեմն հրապարակային իրադարձության, ինչպես դա բերել հիմայի, ինչու Մաշտոցի պուրակը իսկապես մնաց բավականին եզակի փորձ։ Ես դա բացատրում եմ նրանով, որ Մաշտոցի պուրակը ռեակցիա էր կոնգրեսի աշնանային հրապարակային նստացույցի, այսինքն դրա ուրեմն եւ շարունակությունը եւ այլընտրանքը, հա, բայց այնուամենայնիվ դա կապակցված էր այդ իրադարձության հետ, կարևոր է որ լինեն իրադարձություններ, ոչ միայն մտքեր։ Մտքերի շրջանակում երևի թե շատ վաղուց կա ինչ-որ հասարակության հատվածի մեջ համաձայնություն, հա, բայց ինչպես այդ մտքերը վերածել իրադարձության, ինչպես այդ մտքերը վերածել հիմայի, որը կա, եւ որը իսկապես այդ իշխանափոխություն բան վերացական երևույթները դարձնում է օրակարգային, դարձնում է հիմա, դարձնում է հնարավոր։ Այս դա խնդրեմ է։ Եվ եթե մենք լուծենք այդ խնդրեմը, ես համոզված եմ, որ կառաջանա ուրեմն այն կենտրոնը, որից փորձում ես դու խուսափել։ Ուզում եմ ասել, որ երևի թե հենց դրա մասին էլ պետք է խոսել։ Իսկապես պետք է իրադարձություն լինի, այսինքն անverջ փիլիսոփայել, անverջ խոսել հնարավոր չէ եւ անարդյունավետ է, անօգտակար է, մի խոսքով, ճիշտ չէ։ Ես կարծում եմ, որ
պետք է իհարկե նախ եւ առաջ ընդհանրապես հասկանալ, թե ինչ ենք մենք ուզում, հա։ Այսինքն այդ երբ որ ասում ենք ժողովրդավարություն ենք ուզում կամ սահմանադրական կարգ, պետք է մանրամասնեցնել դա ինչ է։ Այդ մեկ։ Դրանից հետո պետք է տեսնել, լավ, ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի որոշակի խնդիրներ լուծվեն, որոնք մոտիկացնելու են դրան։ Դա փաթեթային լուծում է պահանջում, փուլային լուծում է պահանջում, հա, ինչ է անհրաժեշտ։ Եվ իմ կարծիքով այնուամենայնիվ որոշակի փուլեր պետք է անցնել։ Այդ փուլերը հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում անցնել։ Այդ փուլերը ես կանվանեի իրար հետ փոխկապված տարբեր խնդիրների լուծում, որը կապված է հենց սահմանադրական պետության կառուցման հետ։ Երբ որ դու կոնկրետ խնդիր լուծում ես եւ գնում ես առաջ, նախ եւ առաջ դու փորձ ես ձեռք բերում, երկրորդը վստահություն, հասարակական վստահություն, որ դու այլ խնդիրներ կարող ես լուծել, շատ ավելի բարդ խնդիր, եւ վերջի վերջո դու այդ խնդիրը լուծելով իսկապես թույլատնում ես ռեժիմի որոշակի հիմքեր։ Օրինակ ասեմ, հա, որ չգիտեմ, միգուցե սրա մասին էլի խոսենք այսօր, բայց հիմա մեկ օրինակ վերեմ։ Ենթադրենք, քեզ պետք է մի դահլիճ, որտեղ դու պետք է հավաքվես եւ զրուցես, խոսես, հա։ Հասարակություն, ինչ որ մի նախաձեռնություն է ձևավորվում, որ օրինակ 3000 մարդ է ուզում հրավիրել, որ եւ չկա դահլիճ, չեն տրամադրում դահլիճ։ Հասկանում են, որ այստեղ ինչ որ խնդիր կա եւ բոլորը խուսափում են դահլիճ չեն տրամադրել։ Հիմա դու դնում ես այս խնդրի լուծումը որպես այդ պահին առաջնային խնդիր։ Մինչև չհասնես նրան, որ դահլիճ քեզ չտրամադրեն, այլ բանի մասին չես մտածում, այլ գործարքներ, այլ ինիցիատիվաներ առաջ չես բերում։ 2012 թվականը ըստ ձեզ առանձնացավ արդյոք նաև կուսակցականության ճգնաժամով, այսինքն կուսակցական համակարգի կուսակցությունների սնանկության դրսևորմամբ, ձեր գնահատմամբ, մասնավորապես դրա օրինակ է համարվում խորհրդարանի ընտրությունը իր արդյունքով եւ նաեւ այն կոնտեքստով, որ փաստացի բոլոր կուսակցությունները գրեթե գործարքի գնացին իշխանության հետ համակերպվելով ընտրության արդյունքի հետ եւ ստանալով իրենց մանդատները։ Ձեր գնահատմամբ ինչպիսին էր վիճակը այս համակարգում եւ արդյոք նաեւ դա չի բերում հասարակական ընդհանուր միջավայրի ճգնաժամին։ Խնդրեմ պարոն Էդորյան, սկսենք ձեզանից, հետո Էդգարը կանրադառնանք։ Դե կուսակցություն, հա, երբ որ մենք ասում ենք կուսակցություն, արդեն ենթադրում ենք, որ դա ուրեմն շարժում չի։ Ես իմ սուբյեկտիվ վերաբերմունքն եմ ասում, հետո փորձենք հասկանալ ինչքանով է դա ուրեմն սահմանումների մեջ գտնվում, ուրեմն կա մի տեսակ ինտուիտիվ զգացում, որ ահա այստեղ գտնվում է ժողովուրդը։ Այս հրապարակում, հա, կամ չէ։ Կամ գտնվում են կուսակցության ուրեմն բաները, հա, հետևորդները։ Այսինքն ինչքանով է կենտրոնական եւ համապարփակ, հա, ինչ որ տեսլական, ինչ որ դերակատարում, ինչ որ հայտ ներկայացվում եւ ինչքանով է դա ուրեմն վստահություն առաջացնում ժողովրդի մոտ եւ հասարակության մոտ։ Եվ ինձ թվում է այդ հիմնական գործոնն է, որ կուսակցությունը պետք է հիշի, որ նա ուրեմն հասարակության մասն է, որ նա պատասխանատու է հասարակության առջև, այլ ոչ թե ուրեմն միայն իր կողմնակիցների, հա, կամ միայն իր ղեկավարի։ Եվ իմ համար պրակտիկ ուրեմն չափորոշիչները դրանք են։ Կուսակցությունը գիտի, որ կա հասարակություն ժողովուրդ, ունի այդ բացարձակ ուրեմն բոլոր եզրերով առնչությունը նրա հետ, թե չէ, հենց որ չունի նա կուսակցությունն է եւ արդեն որպես այդպիսին երևի հետաքրքիր չի, հա, ակումբ։ Ձեր գնահատման խորհրդարանի ընտրության արդյունքը ինչի մասին վկայեց, ըստ ձեզ վկայեց, որ ունեն կուսակցությունները կամ որևէ կուսակցություն, այդ գիտակցումը թե ցույց տվեց, որ գրեթե բացակայում է։ Ինչ որ եզրեր ուրեմն ունեին Վարքավաճ Հայաստանը, կոնգրեսը, հա, նաև ժառանգությունը, նաև դաշնակցությունը հասարակության հետ, բայց հենց այդ ճգնաժամային պահն էր, որ այդ հարաբերությունները չհաստատվեցին որպես կանոնական, հիմնական կարևորագույն հարաբերություններ։
Այլ մնացին ուրեմն ինչ-որ էպիզոդիկ կարծես թե բան, հա, կապ հասարակություն և կուսակցություն։ Հա, ինձ թվում է այդ ընտրությունները ինչ-որտեղ իհարկե իրանք ճգնաժամային են այն իմաստով, որ այդ մեծ հայտը, համահասարակական հայտը երևի թե ոչ մեկի կողմից չդրվեց։ Էդգար, ձեր գնահատմամբ արդյոք չի ստեղծվել մի վիճակ, որ կուսակցությունները կարծես թե դարձել են տարօրինակ է, բայց հասարակության կամ քաղաքացիականության այսպես մրցակիցներ, կա այդպիսի տպավորություն կամ կա այդպիսի միտում, թե ոչ։ Ես տեսնում եմ, որ շատ կուսակցականներ կարծես թե իսկապես որոշակի նախանձով են նայում քաղաքացիական ինչ-որ շարժումների, նախաձեռնություններին եւ այլն, եւ իրենք կարծես թե դիտարկում են որպես մրցակիցներ, հա։ Ես հարցը այսպիսի դիտանկյունից փորձեմ նայել։ Ուրեմն ըստ էության եթե հասարակության հիմնական խնդիրը համակարգափոխությունն է, այս դեպքում ուրեմն կուսակցությունները պետք է ծառայեն այս խնդրի լուծմանը, հա։ Եթե կուսակցությունները դուրս են գալիս այս խնդրի, չգիտեմ, շրջանակներից եւ փորձում են օրինակ ինչ-ինչ ռեսուրսներ խլել օլիգարխիայի ընդհանուր առմամբ այդ ամանից եւ որոշակի թեկուզ փորձել փոքր ռեֆորմներ անել, նպաստել օրինակի համար ոչ լեգիտիմ նախագահի կողմից իրականացվող որոշակի կոսմետիկ ռեֆորմների իրականացմանը, հա։ Հիմա գիտեք դուրս է գալիս, որ քանի որ նրանք ունեն որոշակի զանգված, քանի որ նրանք հրապարակային մարդիկ են, ազդում են հասարակական գիտակցության վրա եւ այլն, դրանով ուրեմն խոչընդոտում են եւ ինչ որտեղ դառնում են կարծես թե հասարակության ապակող նրոշողներ։ Այս է իսկապես խնդիր է։ Դրա համար ես կարծում եմ, որ խնդիրը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ ձևավորվի ապակուսակցական դեմոկրատական շարժում, որը հստակ կդնի համակարգափոխության խնդիրը, որը կլինի կոլեգիալ բնականաբար հիմունքներով ստեղծված, ներքին ժողովրդավարություն ունեցող, ներքևից եկող, ընտրություններով, պրայմերիզներով, բանավեճերով, ասենք, տոգորված մի բան, եւ այդ որ խնդիր լուծելով կամաց ամեն խնդիրը դնում ես, լուծում ես, գնում ես հաջորդ խնդրին եւ այլն։ Եվ կուսակցություններին այս դեպքում ուղղակի ներգրավում ես այս գործընթացի մեջ։ Ով պիտի ձևավորի այդ շարժումը։ Ով պետք է ձևավորի բոլոր նրանք, ովքեր հասկանում են այս ամենի անհրաժեշտությունը։ Հիմա կարող ենք ասել, իսկ ովքեր են դրանք, չգիտեմ ովքեր են։ Դա կարող է լինել եւ կուսակցական մարդը, որը հասկանում է, որ չէ, ես այսօր ինչով եմ զբաղված։ Մենք թեկուզ եւ պահպանելով իմ կուսակցականի ստատուսը, կարգավիճակը, ես հիմա պետք է այլ բանով զբաղվեմ։ Կարող է լինել քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, կարող է լինել սովորական, չգիտեմ, քաղաքացի, որը տունը նստած էր այսօր, իհարկե, որոշակի, չգիտեմ, պոտենցիալ ունեցող, բագաժ ունեցող, որոշակի փորձ ունեցող մարդիկ հավանաբար պետք է սրանով զբաղվեն։ Եվ սկզբից կարող է լինել 5 հոգանոց խումբ, հետո 10 հոգանոց, 100 հոգանոց, էական չէ։ Եթե մի հոգի գտնում է, որ ինքը ունակ է դրանով զբաղվել, ինքն իր վրա պատասխանատվություն է վերցնում, պատրաստ է որոշակի զրկանքների գնալ եւ այլն, ինքը պետք է դա սկսի։ Ինքը սկսի։ Եվ մի կարևոր խնդիր էլ էստեղ կա, հա, կարծում եմ։ Հենց ի սկզբանե պետք է սա նշել, էլի։ Ուրեմն շատ կարևոր է, երբ որոշումները ինչ որ մի բան անելու կայացնեն նրանք, ովքեր դա անելու են։ Եթե, օրինակ, մի հոգի հանդես է գալիս որոշակի նախաձեռնությամբ, չէ, եթե այդ նախաձեռնությունը հնարավոր է անել մեկ հոգով եւ պատասխանատվությունը մի հոգու վրա է, ուրեմն ինքը թող չհավաքի ուրիշ մարդկանց, թող չասի, որ ժողովուրդ եկեք միացեք եւ այլն, թող ինքը անի։ Եթե 10 հոգու գործ է դա, 10 հոգին պետք է անեն, 10 հոգու պատասխանատվության վրա է, ուրեմն 10 հոգին էլ պետք է որոշում կայացնեն, 10 հոգին պետք է քննարկեն, որոշում կայացնեն, նոր գնան անեն։
Պարոն Էդոլյան, առաջիկայում նախագահի ընտրությունը գրեթե ընդունվել է որպես անայլընտրանքային ընտրություն, չկան ուժեղ թեկնածուներ իշխանության թեկնածուի դիմաց, հավակնորդները հրաժարվեցին հիմնականում։ Ինչ եք սպասում նման ընտրությունից, ոչ միայն կոնկրետ արդյունքի կամ ոչ այնքան կոնկրետ արդյունքի, որքան որևէ հասարակական միտում կամ որևէ այլ process առաջացնելու տեսանկյունից։ Սա վերջն է, թե ինչ որ բանի սկիզբ կարող է լինել։ Դե տեսնենք նախ ինչպես իրենց կդրսևորեն, հա, թեկնածուները, հիմնականում ես խոսում եմ Հրանտ Բագրատյանի, գուցե մասամբ Պարույր Հարիկյանի մասին, ուրեմն իհարկե ժամանակին ես ինքս էի առաջարկել, որ Հրանտ Բագրատյանը լինի կոնգրեսի ուրեմն թեկնածուն այս ընտրություններին, որոշ պատճառաբանությամբ, որը ուրեմն կար, բայց ես չէի դիտարկում իրեն այնուամենայնիվ որպես այդ համակարգից, առանցքից, կենտրոնից, հրապարակից կտրված թեկնածու, հա? Հիմա կտրվել է նա։ Հա, հիմա նա համենայն դեպս արեց այդ կտրման, ուրեմն, բանի, հա, ճեղքի գործողությունը։ Այսինքն նա չբացատրեց, ինչպես նա իբրև կոնգրես, հա, կոնգրեսի անդամ առաջադրվում է այս բաներում, նա բաց թողեց այդ տեքստը, չարտասանեց, չասեց, ինչը շատ զարմանալի է, և երկրորդը ուրեմն նա արդեն բաց թողեց որոշակի կարևորագույն քայլեր հասարակության հետ կապ հաստատելու, դա մարտավարական հարց է, բայց նա ուներ այդ հրապարակայնության մասին պատկերացումը, երբ որ նա հավաքներ էր նշանակում ազատության հրապարակում, հա, իր կողմնակիցներին, ասում էր եկեք և ցանկացած հարցեր տվեք, ես պատասխանեմ, կամ որ ասում էր եթե դահլիճ տրամադրենք, ես հրապարակում եմ անցկացնելու այդ ժողովը, հա, կուսակցության, այդպես որ որոշ ուրեմն պոտենցիալ և որոշ նաև 100 քայլ ծրագրից, կոնգրեսի ուրիշ ծրագրերից ուրեմն ստացած ժառանգություն և պոտենցիալ նա ունի։ Բայց իհարկե դա դժվար թե դառնա այդ առանցքային երևույթը, ուրեմն ավազակապետություն փոխելու, հա, համակարգը ջարդելու ուրեմն գործում, բայց կմնա որոշ երևի թե ակտիվության կետ միգուցե։ Եվ ինչ պիտի լինի հետո, ինչ պիտի լինի, ինչ պետք է անել հետո։ Այդ իրավիճակից Երկրորդը դա ինքը կոնգրեսը այնուամենայնիվ դեռ մի քանի օր ունի ինչ-որ որոշում կայացնելու համար, հա, ինչպես ասեց համակարգող Զոհրաբյանը, ինչպես մասնակցել ընտրություններին։ Երրորդը դա Պարույր Հարիկյանն է, որը տեսական մտքի տեսակետից ուրեմն բավական դրական եմ ես դիտարկում իր տեսական միտքը, բայց ինչքանով նա կարողանա դառնալ իրադարձություն, ինչքանով նա կարողանա դառնալ հետաքրքիր գործում, և իհարկե հանրային շարժումները, որոնք դեռ ուրեմն համարում են, որ իրանց համար ամեն ինչ նոր է սկսվում, բայց ես դրան կհավատամ, երբ որ լինեն այնուամենայնիվ հայտեր այս տուգատեսներին, հա, ինչպիսիք են խորհրդարանական, նախագահական և այլն ընտրությունները, և այդ կենդանության օղակները ինչպիսի կապեր կհաստատեն իրար միջև և ինչպիսի ուրեմն նոր շարժում կսկսեն, կկարողանան ձևավորել, հա, նոր ընթացք, նոր իրադարձությունների շարք։ Ես վախենում եմ ուրիշ բանից, որ ուրեմն ոչ բանական շարժումները, հա, առաջանան, նման ուրեմն ակնարկը մենք ունեինք այս թվականի ազգայնականների շարժում, հա, ձվերկցել ես իմ ում դեսպանության վրա, չեմ հիշում, Հունգարիայի, հա, և այլն և այլն։ Նման ուրեմն ոչ բանական շարժումներ կամ ուրեմն ձևական շարժումներ, որոնք հավանաբար իշխանությունների կողմից հրահրվում են, որ դրանք կարողանան ինչ-որտեղ կամ առհասարակ ոչ բանական շարժում, որը ինչ-որ վնասակար վտանգավոր բան չունի, բայց զուտ կառնավալային է, հա, ոչ մի հարց չի դնում և ոչ մի հարց չի լուծում, պարզապես ուրեմն Երևանն է խնդիրը, որ դրանց հավանականությունը իհարկե զգալիորեն կաճի նոր տարում և ընտրություններից հետո հետևողությունը վստահ է։ Էդգար, ներկայիս իրավիճակը գրեթե ինչ-որ ամայացած դաշտ, նախագահի ընտրության այլընտրանքի ըստ էության բացակայություն,
բնորոշում է ոչ միայն որպես անկումային, այսպես մի վիճակ, այլ նաև նոր հնարավորությունների խթան, միգուցե տարօրինակ չի, բայց անկում, որից հետո արդեն այլ տարբերակ չկա, քան վերև բարձրանալու մասին մտածելը։ Ձեր գնահատմամբ կարող է արդյոք այս էֆեկտը գործել ներկայիս իրավիճակում։ Իհարկե կարող է։ Ես դժվարանում եմ ասել, թե հնարավոր կլինի այս ընտրություններում ինչ-որ լուրջ խնդիր լուծել, օրինակ, որտեվ կարծես թե դեռևս հստակ չեն այն քաղաքական ուժերի կամ տեխնացուների ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու մոտիվացիաները, ինչ են ուզում իրանք, ինչ ակնկալիք ունեն, ընդհանրապես հասարակությունը ինչ է ուզում դրա հետ անել։ Որտեվ բոլորը հասկանում են, որ ընտրություններ որպես այդպեսին չկան այնուամենայնիվ, հիմա գիտեք, եթե այս փուլը նույնիսկ անցնի, բնականաբար սկսվում է, չգիտեմ, փետրվարի 19-ը, եւ փետրվարի 19-ից հետո բնականաբար ստեղծվում է նոր իրավիճակ, քաղաքական որևէ միջոցառում չկա, մեծ միջոցառում եւ կարծես թե դաշտը ազատ է գործնեության համար, շեղող ինչ-որ բաներ չկա։ Մայիսին Երևանի քաղաքապետի ընտրությունը կարող է դա դառնալ այդ։ Միգուցե, այո, մտածեն որոշակի ուժեր, քաղաքապետի ընտրությունները օգտագործել որպես նոր ձևաչափ ինչ-որ շարժման ստուգատես, ձևավորման ստուգատես, բայց այստեղ կարծում եմ, որ գիտեք, կարևորը հետևյալն է, եթե ինչ-որ մի ընտրության դու գնում ես, եթե մարդկանց հետաքրքրում է առաջի հերթին հետևել հարցը, թե ինչպես ես դու հաղթելու, եթե այդ մեխանիզմը չկա ընտրության, ոնց ես հաղթելու, լավ, եւ դու դրա պատասխանը չես տալիս, այլ խոսում ես այն մասին, թե այ երբ որ ես հաղթեմ, ինչ եմ անելու, անլուրջ տպավորություն ես թողնում։ Եվ նման վարվելակերպը հնարավոր չէ մոբիլիզացնել մարդկանց, հնարավոր չէ այնպես անել, որ մարդիկ գան քեզ քվեարկեն։ Իհարկե դու կունենաս որոշակի ձայներ, անկասկած, հա, բայց բնականաբար որևէ լուրջ խնդիր չես կարող լուծել եւ հարկ եղած դեպքում չես կարող ձայներ պահել եւ այլն եւ այլն։ Կարծում եմ, որ առաջին հերթին բոլոր նրանք, ովքեր ինչ որ նպատակներով, չգիտեմ, մասնակցում են ընտրությունների, նախ պետք է հստակ ասեն, թե ինչ նպատակով են մասնակցում, եւ եթե իսկապես ցանկանում են հաղթել, նման նպատակ դնեն, պետք է ասեն, թե ինչպես են հաղթելու, ինչպես։ Մենք տեսնում ենք, որ հենց կոնգրեսի օրինակով վերցնենք, որ ուղղակի ասել ժողովուրդ, մի լսեք, մի տրվեք ճնշումների, ընտրության օրը դուք ազատ եք, կգաք, քվեարկեք եւ այլն, սա չի աշխատում։ Ուղղակի նման հայտարարություններ, ով ուզում է այդ հայտարարությունը անի, ինչ գեղեցիկ ձայնով եւ տեմբրով ուզում է դա անի, հա, դա չի աշխատում։ Ուրեմն պետք է լրիվ այլ մեխանիզմ ստեղ առաջարկել եւ չթողնել, հասկանում եք, բերը այդ ժողովրդի վրա, էլեկտորատի վրա չի կարելի դնել։ Որևէ երկրում ընդհանուր առմամբ բնակչության մեծամասնությունը ինչ որ լուծումներ չի գտնում իր վարքի առումով, թե ինչպես անել, որ օրինակի համար այս խոչընդոտը հաղթահարել եւ այլն։ Դա կատարում է էլիտան, դա կատարում է շատ ավելի փոքր խումբ մարդ, բայց մարդկանցից բաղկացած փոքր խումբ։ Բայց գիտեք ինչ, խնդիրը հետևյալն է, որ լուծումներ գոյություն չունեն այդ կա։ Ինչպես? Դու հիմա խոսում ես մի բանից, որը գոյություն չունի։ Որտեղ։ Ինչպես ուրեմն իրականացնել այդ հաղթանակը, հա։ Լուծում չկա, այսինքն հասարակությունը չի գտել։ Դե ասում եմ, որ բացի այդ բանից, որ դու մերժեցիր, որ պարզապես եկեք քվեարկեք ու հետո կանգնեք։ Շատ պարզագույն է թվում, բայց դա է։ Չկա։ Բայց դա չի աշխատում։ Դա է աշխատում։ Ինչպես է աշխատում, եթե ամբողջ մեր նորագույն պատմության ընթացքում սա չի աշխատել։ Հասկանում եք, մենք այդ սխեմայի կարծես թե գերին ենք դարձել։ Եվ կարծում եմ, որ հենց հիմնականում կոնգրեսի խնդիրը, այսօրվա իրավիճակի խնդիրը գալիս է հենց այս
մտածողությունից, որ այս սխեման ալտերնատիվա չունի, այս սխեման աշխատող։ Մի փոքր ուրեմն իր մոդիֆիկացիա է պահանջում, երբ որ գալիս ես կանգնում ես, ընթացքում ինչ ես անում, այդ հարցին պետք է պատասխանել։ Բայց դա լրիվ ուրեմն լուծելի հարց է, հա, կարելի է պատասխանել այդ հարցին։ Ընթացքում ինչ ես անում։ Հա, ընթացքում ինչ ես անում, երբ որ եկար եւ կանգնեցիր հրապարակում։ Գնացիր քվերկեցիր, հետո եկար եւ կանգնեցիր հրապարակում։ Չէ, բայց մինչեւ քվերկելու ընթացքում ինչ ես անում։ Ուրիշ լուծումներ ուղղակի գոյություն չունեն։ Արաջան, ինչպես ես այդքան մարդ դու ներգրավելու։ Ասենք ասվում էր, չէ, որ անհրաժեշտ է 500,000 մարդ, 200, չգիտեմ, եթե լինեն, իրենք կգնան։ Այդ մարդիկ չեն գալիս, որովհետև իշխանությունները բան չեն, չգիտեմ, խաղալիքներով չեն խաղում, ռեսուրսների պահպանման խնդիր ունեն, այդ մարդիկ իրանց կյանքն է ամբողջությամբ այդ իշխանության մեջ, հա, հիմա բնականաբար իրենք ամեն ինչ պետք է անեն, որ այդ մարդիկ ինչի մասին են խոսում, հա, առաջին քայլը ապահովել, որ մարդիկ քեզ վստահեն, գան եւ քվերկեն։ Ինչպես դա ապահովել։ Ապահովել։ Ինչպես է հասկանալի, ինչպես։ Չէ, իմ ասածը հենց սա է, ես ներողություն եմ խնդրում, ես ինչպես պահել հետո ձայները։ Մենք նոր քննարկում կարող ենք սկսել այս թեմայի շուրջ, ցավոք ժամանակ չունենք, բայց ապայման կփորձենք նաև հենց այս խնդիրներին անդրադառնալ առաջիկա ժամանակահատվածում։ Շնորհակալություն մասնակցության համար, ցավոք ժամանակը սահմանափակ է, բարեկամներ, մեր ժամանակը սպառվեց, կհանդիպենք։